Վերջին շրջանում ինչ կեղծլուրի եք հանդիպել, կոնկրետ օրինակ կարող եք բերել։ Օրինակները շատ են, կոնկրետ օրինակ, ասենք վերջերս տարածված, որ Հայաստանում թափում են պոմիդորը, չգիտես ծիրանը թափում են, բայց փաստորեն սուտ դուրս եկավ։ Մեդիա ցանցը մտնես, սա կեղծ լուր է, մի հատ ճիշտ լուր չկար, ասենք հավատացա դուր։ Չունեմ քսենոր թուրք պիտի գա, չիդես ինչ պիտի գա։ Կեղծ լուրերը հիմնականում է որ իբր թե սառնարան են նվիրում, դվածքի մեքենա, այդ է, որ ինչ որ մի հայտնի դերասանի անունով կամ ինչ որ մի կազմակերպություն, դա է հիմնականում։ Սիգմարտը կինարարմանները միշտ է բանկեն ենք, վախենանք, սեն հան թուրքերն եկա մենք ինչ տենենք։ Բայց ինչ խոսենք վախենալու բան է, չէ՞, մարդիկ էստեղ ստեղծել է լուրերն որ քսեն։ Այդ մարդկանց հոգեվիճակի վրա կազդվի, չէ՞։ Ձեր կարծիքով ո՞րն է ֆեյք լուրեր տարածողների նպատակը։ Բակայումնացնել երկիրը։ Իրանց ճանաչելություն տանող, իրանց տեղը գիտեն հանել։ Որ ժողովրդի մեջ խոճապմանն է։ Տարածողների նպատակը միամիտ մարդկանց խաբելն ու դրան շոշտելն է։ Երկիրը քանդել, միասնությունը քանդել հայ ժողովրդի։ Որ երկիրը հեղաշրջին։ Հիմնականում ինչ բովանդակությամբ լուրերն են անհանգստացնում ձեր համայնքի բնակիչներին։ Քաղաքական հիմնականում կեղծ լուրերը իհարկե անհանգստացնում են բոլորին։ Հենց այդ տեսակի դուրերն որ նորսենք անհիմն են, աննպատակ են։ Անհանգստացնող են այդ պատերազմի սպառնալիքները, անհանգստացնող են բնական աղետների մասին տեղեկությունները։ Առաջին անվտանգ հայ։ Ինչ եք կարծում, կեղծ լուրերը մարդու որոշումների կայացման վրա ազդեցություն գործում են։ Եթե առողջ մտածելակերպ ունի մարդը ոչ։ Այո։ Եթե մարդը 5 իր կարծիքն էլ քիչ ունի, 80-90%-ով կեղծ լուրերով է։ Չէ։ Օրինակ վրա չի թորտոնը։ Այո, եթե մարդը թույլ բնավորություն ունի, հաստատ ազդում է, ուժեղ բնավորությամբ եւ անալիտիկ մտածողությամբ մարդկանց վրա հաստատ չի ազդում։ Եթե մարդը քաղաքականապես գերագիտություն չունի, ունի, հարգի։ Բացի ազդի։ Արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկարը կամ տեսանյութը տարբերում եք իրականից, ինչ վտանգ է այն իրենից ներկայացնում։ Վտանգ է որ կարող է մեռելն էլ խոսացնեն, մեռած մարդն խոսացնեն արհեստական բանականությամբ, սենտեսիկ օրենքի չի մահացել։ Երեխեքին ընտանիքների վրա կազդ է։ Վտանգը այն է, որ շատ մարդիկ իրականության տեղ են ընդունում այդ արհեստական բանականության ստեղծածը եւ եթե հավատում են, ստում է վատ հետևանքները, կեղծիքը ընդհանրապես միշտ վատ հետևանքներ է ունենում։ Ձեր կարծիքով կեղծ լուրերի դեմ պայքարելու ամենաարդյունավետ մեթոդը ո՞րն է։ Իսկ բար ոչնչացնել է կեղծ լուր տարածողներին, ոչ թե իրենց, այլ իրենց լրատվական միջոցները։ Մեկ-երկու անգամ որ շատ է դարձի բանի տեղ չտերիր, եթե միսենք զրուցակից սնձի չլսել, չեմ էլ զրուցել։ Կես լուրերը ղեկավարների պիտի դադեն։ Գրագիտության մակարդակը բարձրացնելը մարդկանց, այսինքն ճիշտ ինֆորմացիա տալը, եթե ժամանակին մարդը ճիշտ ինֆորմացիան ունի, ինքը սխալն այլևս չի վերցնի, կամ կկարողանա տարբերակել կեղծն իրականից։ Թող դուք անեն։ Չկարտալ չնայել։